Փաշինյանը վերջերս Թուրքիա էր մեկնել եւ հանդիպել է Էրդողանի հետ։ Ձեր կարծիքով ցեղասպան երկրի ղեկավարը կարող է լավ ապագա խոստանալ հայերիս համար։ Մի քիչ դառնում կասկածում եմ ձեր հենց ասած տեքստով, ճիշտ է, հնարավոր չի իրանցից լավ բան սպասել նման պետության ներկայացուցիչից առաջնորդից, բայց պետք է ինչ անենք, հույս ունենենք։ Նայած թե ինչ են քննարկել եւ ինչ որոշման են եկել։ Եթե միջանցքի հարց է քննարկվել եւ միջանցքը պետք է վերահսկենք մենք, բայց իրանք կարող են ճանապարհ ունենալ, նորմալ է։ Իսկ եթե պետք է հանձնենք լրիվ իրենց միջանցքը եւ իրենց հայացողության տակ պիտի լինի, իհարկե դեմ եմ։ Պոլիտիկայով չեմ զբաղվում։ Մերեք, ես չեմ կարծում որևէ բան։ Միջև ինֆորմացիա չլինի, ոչ մեկը չի կարող բան ասել։ Կլինի ինֆորմացիա, կարծիքը կազմենք, չկա ինֆորմացիա, չեն կարող կարծիք ասել։ Ոչ մեկը նվյալ այս իրավիճակում քաղաքական պայմաններում ինչ որ կատարում է, որևէ մեկը ոչ մեկ կանխապես ոչինչ ասել չի կարող։ ոչ մեկ ձևով։ Ի սկզբանե պիտի ուժեղ երկիր լինենք, որ մերը թելադրենք։ Թե չէ, եթե թույլ երկիր է ստիպած դու համաձայնում ես ամեն ինչի, ուրիշ ինչ անենք։ Ձեր կարծիքով սա ինչպես կարող է ազդել Հայաստանի վրա, դրական թե բացական կողմով կարող եք դիտարկել։ Եթե կապված է Փաշինյանի հետ, միայն բացասական։ Ինչ եք կարծում, ցեղասպան երկրի ղեկավարը կարող է հայերիս համար լավ ապագա խոստանալ։ Դե ասի չէ, իհարկե չէ։ Եթե դուք Փաշինյանին տալիս եք, ուրեմն արդեն բացասական է։ Պարզ չի դա։ Դա ծանր հարց է, դա մեծ խնդիր է մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ապագա սերունդների համար։ Ես չեմ կարող ասեմ։ Դե եթե լավ բաներ չսպասենք, ամենայն դեպս եթե պայմանավորվեն, սահմանից օգտվեն, բատել չի սպասվի։ Ես Փաշինյանին շատ հարցերով մեղադրում եմ։ Ես կուզենայի, որ ունենայինք ուժեղ ղեկավար, ուժեղ երկիր լինենք։ Ես կուզենամ Փաշինյանի փոխարեն լինի հայրենասեր, ուժեղ, այնպիսի մարդ, որպեսզի կարողանա ավելի լավը դարձնի մեր երկիրը։ Միշտ էլ Էրդողանի հետ նա բարեկամ է եղել, Ալիևի հետ դժվար է ասել ինչ հետևանքով։ Տեսեք, վերջերս Փաշինյանը Թուրքիա էր մեկնել եւ Էրդողանի հետ Վերանասնի բացել։ ԿՊԱ-ականները Փաշինյանի այցը դեպի Թուրքիա գնահատել են որպես պատմական։ Դուք այդպես համարում եք։ Չէ, պատմականից թվում է, չէ, որովհետև եթե ուրիշ բան անկախությունից հետո հայկական Հայաստանի կողմից ոչ մի առաջնորդ եղած չլներ, կհամարեինք պատմական։ ԿՊԱ-ականներն այլ որոշում կգնկալեք դուք։ Հա՞։ Չեք ագնկալեր։ Բարձր որ այդպես պիտի ասեն։ Փաշինյանի բոլոր գործունեություններն վատ բան պիտի ագնկալեր։ Մինչև Հայաստանի համար թրական որևէ մեկ գործնական կայլ չտեսանք։ Ես չգիտեմ, այդ հարց ուղղեք ԿՊԱ-ականներին։ Ճիշտ է, պատմական է որպես բացական առումով։ Պատմական է, ճիշտ է։ Միայն վատառ։ Բայանքի պատմական է, ո՞նց կարելի է այդ։ Այդ հարցերը Փաշինյանից պետք է չի շատ տալել, արդեն համոթել է։ Իրենց գործն է։ Դրական բան չեք սպասում այս հանդիպումից։ Չէ։